Ցանկացած խնդիր, ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում։ Ինքն մեր զորամասի մասին է խոսքը։ Кто такой десантник, Асма? Это который ждет впереди, появляется сзади. Ամեն մարդ էլ վախում է, ուղղակի պետք է կանաս վախը ճիշտ ղեկավար։ Իմ վարձքով ամեն տեղը պետք է ծառայի հայոց բանակում։ Իմանա դրա քաղցրությունը ես կասեի։ Մեր խնդիրն է հատել սահմանագիծը, խորանալ միջև 100-150 կիլոմետր, կատարել խնդիրներ, որը որ ստրատեգիական նշանակություն ունեն մեր պետության համար։ Մենք կատարում ենք հետախուզում, հայտնաբերում եւ ոչնչացնում։ Հետախուզի հիմնական գործը հակառակորդի թիկունքում է։ Մի հատ սխալ շարժումը, մի հատ սխալ որոշում կայացնելը, դա կարող է երկրի մասշտաբով մի հատ հարց լուծի։ Պետք է միշտ զգոնալ ենք։ Ամենակարևոր բանը հետախույզի համար, որ ինքը հայրեն է սերել, ճիշտ անի իր գործը, մանրուք չթողի, որովհետև ամեն մանրուքը մի հատ մեծ բան է հավաքում, մի հատ հետո գլոբալ խնդիր է առաջացնում։ Կախված է խմբի ներսի համագործակցությունից ամեն ինչ։ Յուրաքանչյուրը պետք է կատարի իր գործը, յուրաքանչյուրը պետք է գիտակցի ինքը ինչ է կատարում, ինչ է իր խնդիրը ընդհանուր, խնդրի սկզբից մինչև վերջ, սկսած պլանավորված եւ ոչ պլանավորված սիտուացիաներում։ Պահ գալիս, որ խումբը կարա համ տեսնեն, կարա համ հայտնաբերվի, որի ժամանակ պետք է արագ գործողություններ կատարել կամ փախուստի դիմել կամ հակառակ պատասխան տալ, նոր փախուստի դիմել, յուրաքանչյուր հատուկ նշանակության զինծառայող գիտի իր գործողությունները սկզբից մինչև վերջ։ Բանակ չկար այդ ժամանակ, մեր ցանկացած գործողությունը եղել է սպեցնազի ծրագրով։ Գրիգոր Լովայի, Գրիգոր։ Ոչ թե մենք հետևակի պես էինք հարձակվում, այլ սպեցնազի բրյոմներով, ասենք իրանց շարժու ձևով, ասենք հակառակորդի հետևից մտնել, ասենք աջ ձախից խուճապի մատնել, ասենք հետևից մտնել կամ ասենք երկու կողմից կրակել են, մեջտեղից մտել են ու խմբերով ենք մենք հիմնականում գործը արել։ Համազես ոտները, իմ ոտ։ Մեր 5-րդ բրիգադում պատերազմի դադարի ժամանակ մի ամիս ա եղել, 15 օր եղել, 25 օր ա եղել, ստեղծել են հատուկ խմբեր երամսյա հավաքներից ու 5 կռվող տղաներից։ Մի գրուպա գրում է աչից, մի
գրոպա գնում է ձախից, մի գրոպա մեջտեղից, որը տարը չի գրավում։ Տարի այդ գործ չունի, ինքը մենակ Զրիվ կրակը փորձում է վերցնել իր վրա։ Աչը բարձրացավ, ձախը բարձրացավ։ Այդանից նոր դու գնում ես։ Կարողանում էին չսպասած տեղից հակառակորդի հայտնվում էին։ Տեղ ա եղել, դաժե մենք վերցրել ենք իրանց դիրքերը, բայց էլի աչ ու ձախ հետևից ենք մտել վերցրել իրան։ Իսկ առավոտը որ լույսը բացվել է, իրանց զորքի մի մասը, որ իրանց սնունդ պետք է բերել առավոտը, սնունդով եկել է։ Առանց մտածելու որ ովքեր են, իրանք զինվորներին են սնունդ բերել, բայց սնունդը հասել է մեզ։ Դες որտեղ ես մի խոսքով լավ եք ապրում էլի տղեր։ Քիլկի մաման դες որտեղ խաղի եք որում։ Որտեղ կերտենք։ Ասարա։ Որտեղ է շեմբը ռեզ։ Մի րոպե ձերքտնա լա կարծեմ տնա միջա գրած վերել։ Լոբի հետա։ Բան։ Լավ մոմենտ է սասորը։ Մի կդար հասկեք նոր։ Կանի մեջինը։ Մի մոտից եք վերցի։ Հա, լնա դες ոնց այս մոմենտ է։ Կան հարությունը ճանաչում է, տեսնում է այն ինչ որ մենք ցուցադրականների ժամանակ ցույց ենք։ Յուրաքանչյուր ունի եւ պատրաստությունը համապատասխան թե լեռնային պատրաստությունը, թե կրակային, թե ինժեներական, թե մնացածը։ Մենք ցույց ենք տալիս մարտական պատրաստության մասը, որով մենք պատրաստում ենք ու նախապատրաստում ենք այդ խմբերը, որոնք որ պետք է խնդիր կատարեն։ Բայց կոնկրետ բուն խնդիր կատարելու process-ը ավելի ուրիշ է։ Բայց այդ ամեն ինչին հասնելու համար շատ երկարատև ու տանջալից աշխատանք է, անհատական եւ խմբային կազմում, որտեղ ժամանակը տենց միանգամից չի զարգանում այդ ամեն ինչը։ Մենք ցուցադրականի ժամանակ փորձում ենք մաքսիմում կարճ ժամանակում ցույց տանք այն ամեն ինչը, ինչ որ մենք սովորում ենք սաղ տարվա կամ կիսամյակի ընթացքում։ Միշտ ասած 4 չկա ելը, որ գնացինք Ռուսաստան։ Սպորտային ռեզուլտատները շատ լավ էր, այդ երկրի մասշտաբում։ Ինձ առաջարկեցին, որ չգամ։ Իմ սրտով չեղա, որ ես մնամ ընդե, չգամ Հայաստան ծառայելու։ Մտածում, եթե պիտի գամ ծառայելու, ուրեմն պետք է լավ տեղ ծառայեմ, որ ծառայությունից մի բան հասկանամ։ Զուտ բանակի համար վերադարձ Հայաստան։ Կան հնարավորը պետք է հեռուն է։ Էդի քո առաջի քայլն է, որ երկրորդ քայլն արդեն իր ձեռքի հետ աշխատանք։ Բռցրի։ Всё։ Հասկացա՞, որ ինքը քո ձեռների մեջ ունի։ Ստեղ է պրինցիպն է, որ պետք է պաշտպանվես, հետո հարձակվես։ 10 ամիս ժամկետային ծառայությունից հետո ինձ հնարավորություն է տրվել դրսում վերապատրաստման 5 տարի։ Ամ մեր պրոֆեսիայի առումով շատ լավ սովորացնում են եւ որպես հրամանատար ճիշտ պատրաստում։ Մնում է երկու քայլ։ Նայեք, ուշադի տևում։ Կատու ոնց է պատրաստում որ թռնի։ Մի ոտը դնում ես, կամ 2-3 նայես ոնց հարմար է, նենց որ դու իրան քո ուզած ձևով եկալ ես։ Այդ րոպեն պետք է նենց աշուշենի մեջ դնի, որ ինքը քոնն է, всё։ Հա, ինքը քոնն է, всё։ Ինչքան էլ ուզի, ոնց էլ ուզեն, բուքսիրով, ինչով էլ ուզեն, նա չեն կարող փոքեն ձերից։ Շարունակեք։ Давай։ Լավ է։ Ես օրինակ էներգիա ստանում եմ, ես մի բան սովորացնում եմ։ Տենում եմ արդյունք կա, իմ դեմս որ կանգնած եմ զինվորս, ինքը սովորավ էդի։
ինքը կարում է այդ անի։ Ես դրանից էներգիա եմ ստանում։ Ես էլ լավ եմ զգում, որովհետև ահա այսօր մի հատ պլյուս եղավ, մեծ պլյուս։ Պայմանագրային ժամկետային զինծառայողներ պետք է լինեն ֆիզիկապես լավ պատրաստված, մնացածը սովորում են ծառայության ընթացքում, մնացածը ձեռքաբերվում հետագայում նախնական ընտրության ժամանակ, երբ որ մենք խմբերը պատրաստում ենք, ոչ մեկի որակները չի լինում։ Զինվորը ատուկ ջոկատ է։ Ամենառաջին ինքը պետք է քայլի։ Ինքը պետք է խելոք լինի։ Պետք է հանգիստ համեստ լինի։ Պետք է մտածի, քայլանելուց առաջ մտածի։ Իր մեջ պետք է ինտերեսություն լինի։ Դե ուժը բնականաբար սպորտայինով եթե մարդը հիմա չի զբաղվել սպորտով, բայց մյուս հատկանիշների մեջ չկա, ինքը այստեղ կարող ավելացնի դա։ Ամեն մարդու չի ընձեռված հատուկ նշանակության բրիգադում ծառայել։ Մենք էլ երևի կհասցնենք էլի խնդիրներ կատարել մեր ծառայության ընթացքում, մարտական դիրքերում։ Ես առաջին եմ, ով պիտի գնա սահման, ով պիտի պաշտպանի իմ հայրենիքը։ Եթե ինչ-որ իրավիճակ ստեղծում, առաջին ես եմ գնալու ու իմ ընկերները կողակից։ Մեր ջոկատի բոլոր զինծառայողները պատրաստ են հատուկ գործողություններ կատարել։ Ունեմ 7 ռեկորդ, որոնցից 6-ը Հայաստանի դյութազնագիր ռեկորդների մեջ են գրանցվել, մեկը աշխարհի Գինեսի գրքում։ Երեք ռեկորդներ երբ արեցի, որոշեցի այնպիսի ռեկորդ անեմ, որը չլինի ամբողջ աշխարհում։ Սկսեցի 1 տոննա քաշքուն ունեցող ավտոմեքենաներից, ստացվեց այնուհետև ավելի ծանր մեքենաներից։ Երևի ամենալավը, որ եղել է արջիկու մատով քաշել եմ 2.5 տոննա քաշ ունեցող ավտոմեքենա։ Ամենակարևոր բանը հոգեբանականն է, որովհետև եթե մարդը հոգեպես կայուն չեղավ, իրան ուզում ես ֆիզիկապես էլ սովորացի, ուզում ես ճիշտ կրակել սովորացի, ուզում ես ճիշտ տակտիկա սովորացի, ինքը ասելն է գործերով, իսկ եթե ինքը հոգեպես կայուն չեղավ, դա արդեն իր գործը ինքը չի կարող ճիշտ կազմակերպել։ Էքստրեմալ պայմաններում
անձնակազմին ճանաչելու համար բերում ենք մարդկանց այն ծայրահեղ վիճակին, որ հասկանանք այդ մարդը ինչքան կարա դիմանա ու ինչի կարա դիմանա, հոգեբանորեն եւ ֆիզիկապես։ Էքստրեմալ պայմաններում առանձին տեստեր են լուծում իրանք, որտեղ որ նշված է հարցեր, որը որ տալիս է որակներ, ինչ հոգեբանական պատրաստությունն են իրանք, հետագայում խնդիր կատարելու ժամանակ ինքը կարող է ձախողի, թե չի կարող։ Կոնկրետ պարաշտային թռիչքները ազդում է մարդու հոգեբանական պատրաստության վրա։ Թռիչքները իրականացնում ենք այդտեղ վախի հաղթահարումը, այն քայլը, որ դու պետք է կատարես, չես իմանում, պարաշտը բացվի, չի բացվի, բայց կատարում ես այդ քայլը բերում է, դաստիարակում է, հասցնում է այն աշխարհին, որ մարդ յուրաքանչյուր վիճակում, յուրաքանչյուր իրավիճակում կատարում է այն պատրիոտ քայլը, որ պետք է ինքը իր կյանքում կատարի, թեկուզ անձնազոհությունը, որ ինքը իր կյանքը պետք է զոհի, հանուն հայրենիքի։ Իհարկե հպարտեմ ու շատ մեծ է պատասխանատվությունը, որտեվ թեկուզ որոշումը ճիշտ է կայացված, բայց խնդիրը կատարելու ընթացքում մի հատ պրոբլեմա լինում, ուրեմն դու քո մեջ մտածում ես, որ քո կայացրած որոշումը կարող է սխալ լինել։ Երբ որ դու ներկա ես այդ խնդրին, խմբի մեջ ես, ավելի հանգիստ ես լինում, ավելի սիտուացիային տիրապետում ես, ավելի լավ գիտես ինչ է կատարվում այդ պահին այնտեղ, քան որ սպասում ես, որ իրանք պետքա կապի դուրս գան կամ պետքա տան տեղեկություն իրանց իրավիճակի մասին, իրանց վիճակի հաջողություն կա, թե չկա։ Ամեն սիտուացիայում ես ձգտում եմ սպասեմ սառը հանգիստ, որովհետև եթե ես խառնվամ, ինձնից բացի լիքը մարդ կա մեջքիս հետևը, որի համար ես պատասխանատու եմ։ Մի փոքր թուլություն տաս քեզ, ու կարող է ամրացման շարքից դուրս գաս, պանիկայի ենթարկվես։ Չկարողանաս ճիշտ որոշում ներկայացնես, որը առավել կարևոր է, որովհետև մարդու կյանքի գինն է։ Ծանր է, շատ ծանր է, որովհետև, ասենք, մի վերք ալնում, մի հատ վնասված կալնում, ասես ոնց որ քո վրա զգաս, բայց խնդրի կատարումը դա ամենակարևորն է։ Մարդկային կորուստները, վիրավորումները եւ մնացածը երկրորդական է։ Ինչքան մենք տրվենք էմոցիաների, ինչքան մենք լինենք մարդ, լինենք ծնող եւ այլ, մենք զինվորական ենք, մենք ունենք խնդիր, որը որ պետքա կատարվի ամեն գնով պետքա այդ խնդիրները կատարվի։ Գնաս։ Պետք առաջ։ Երբ որ հաջողություններ ենք ունենում տարբեր բնագավառներում, թե զորամասի ներսում, թե խնդիրներ կատարելու ժամանակ, ինչքան որ տանջվել ես, ինչքան որ ներես դրետ ուժ, այդ ամեն ինչը միանգամից վերականգնվում։ Դեմը մոտիկա։
հայրենիքը մեր ընտանիքն է։ Մեր ընտանիքից սկսված մեր բոլորիս ընտանիքն է մեր հայրենիքն է, որի համար մենք ինչքան ուժ, ինչքան եռանդ պետք է ներկդնենք, որ բանակը իր առջև դրած բոլոր խնդիրները կատարի։ Զինվորը ատուջոկը օգնում է, որ այս երկիրը 2 տարի էլ խաղաղ ապրի, 2 տարի անվտանգ ապրի։ Իմ հայրերը, քույրերը, իրանք զգան, իրանք պաշտպանված են։ Մենք ամեն օր, ամեն վայրկյան, ամեն ժամ գիշեր ցերեկ պետք է պատրաստ ենք։ Ամեն ձևերով։ Եվ կանգնացեմ լերմասիս որպես Թշնամու առաջ, ով էլ հանդգնի իմ դեմ ելներ Կրվելու եմ աննահաճ Գլխից վերևը երագույն է Կռիվ կտամ և կյանք Բարձր կպահեմ ես քո անունը Քո պատիվը իմ բանակ Իմ բանակ Ես չունեմ քեզնից թանկ ոչ մի բան Հարազատ իմ հող Եվ դարձրել եմ քեզ համար սահման Սիրտս բաբախող Ով էլ հանդգնի իմ դեմ ելներ Ես եմ լինելու հաղթող Գլխից վերևը երագույնը Կռիվ կտամ և կյանք Բարձր կպահեմ ես քո անունը Քո պատիվը իմ բանակ Գլխից վերևը երագույնը Կռիվ կտամ և կյանք Բարձր կպահեմ ես քո անունը Քո պատիվը իմ բանակ Այստեղ բոլորս և պայթել ենք Եվ քուն տվածի որ տվենք Հայոց երկրի պահապաններ ենք Եղել ենք կանք ու կրիներ Կռիվ կտամ և կյանք